Ժամը 13-ն է Open Media-ի ուղիղ եթերում Ռենյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Հեցին լիցենզիայից զրկելուց օրեր անց ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետին ներկայացնում է կառույցում տիրող իրավիճակը, հեցում իշխանության անդամի պնդմամբ ջնջվել է հեցի 2018-ից 24 թվականների նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան։ Երևույթը թաքցվել է թե իրավապահներից, թե ՀԾԿՀ-ից։ Նա այս ամենը լուրջ խնդիր է համարում եւ նշում է, որ այն լիցենզիայից զրկելու հիմնական պատճառներից է։ Վիճակագրությունը վկայակոչեմ պաշտոնական վիճակագրությունը օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին համեմատած անցյալ տարվա նույն ամիսների հետ, որտեղ այս ոլորտում ճիշտ է նախորդ տարվա նույն ամիսների հետ համատականը ոչ թե նախորդ ամիսների, ուրեմն հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27%-ով, դա գրեթե 1/3, 1/4 չափն է, իսկ քանակը ինտենսիվությունը նվազել է 18%-ով։ Դա խոսում է նրա մասին, որ հերթապահ խմբերը, տեսուչները, մանցորները, բոլոր մասնագետները իրեն գիտեն, որ վերադասության կարգով մինչև առաջնային ուղիղ կոնտակտ ունի մեր քաղաքացու հետ, մենք հետևողականորեն յուրաքանչյուր անջատման փաստի հետևից գնում ենք։ Եվ դա ես քննարկման առարկայում դարձնում յուրաքանչյուր շաբաթ կամ երկշաբաթ մեկ ցանցերի պետերի մասնավոր տնօրենների հետ մեր աշխատանքային քննարկումներին եւ իրենք արդեն իսկ գիտեն, որ նաեւ լինելով քաղաքական անձ ինքս ուղիղ կապ եմ պահում ցանկացած քաղաքացու հետ։ Իմ պաշտոնական էջերին, հեցի պաշտոնական մեյլերին չկա մի գրություն, բողոք, նամակ, որ մենք չանդրադառնանք։ Ձեզ են գրում, ես ձեզ վերահսկում եմ, միջալուց այս վերջերս մի քանի նամակ պատասխան քաղաքացիները ուղարկել էին, արագ-արձագանքի համար շնորհակալություն հայտնելով, ես էլ ձեզ եմ վերահասցրել, որ նաև արձագանքը տեսնեք։ Նաև կոնկրետ մարդիկ են գնացել այդ գործը արել, ոչ ես եմ արել, ոչ դուք, եւ այդ մարդկանց է շնորհակալություն հայտնեք, որ արագ արձագանքում են, որովհետեւ հանձնարարական, բայց հանձնարարականը պետք է լինեն մարդիկ, ովքեր պատշաճ ժամանակում եւ պատշաճ որակով եւ պատշաճ ձևով ի կատարած են, այնպես որ այդ բոլոր մարդկանց շնորհակալ եմ։ Հանդիպմանն անդրադարձել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ըստ նրա իշխանությունը փորձում է հեծը խլելը հիմնավորել։ Կարապետյանը նաև խոստացել է կետ առ կետ անդրադառնալ Փաշինյան-Պետրոսյան զրույցում հնչող պնդումներին։ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Բիշքեկում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ըստ նրա մեր երկրի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը դեմ չեն։ Այդ որոշումների մեջ լինելու է նաև կազմակերպության նախագահությունը Ռուսաստանին փոխանցելը, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ 2025 թվականի վարժական հավաքներին 16,000 մասնակից է եղել, 2026 թվականի համար նախատեսվում է 20,000 պահեստազորային, ազգային ժողովում հայտարարել է պաշտպանության նախարարը։ Նա չի մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Հայաստանը վերահսկում է մոտ 110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք եւ կոչ է արել հարցը թողնել դելիմիտացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողովների քննարկմանը։ Նա չի համաձայնել այն դիտարկմանը, որ պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը 2026 թվականին ընթառաջ ՔՊ-ին քվեներ ապահովելու նախընտրական հնարք է։ Մերի Դանիելյանի ռեպորտաժը դիտենք։ Պարտադիր զինծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու օրենքը, որը ուժի մեջ պետք է մտներ հուլիսից, կսկսի գործել հաջորդ տարեսկզբից, 6 ամիս ավելի շուտ, արդեն հունվարի 7-ին մեկնարկող զորակոչից։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ գործադրված ջանքերի շնորհիվ։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Նախարարն ընդգծել է, որ կրճատումը չի ազդելու 2026-ի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների վրա։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատում է, այս հարցում շտապողականությունը կարող է խնդիրների առաջ կանգնեցնել։
Պարտադիր ժամկետային ծառայությունը որոշակի երաշխիքային, այսպես ասած, բազա է եղել երկար տարիներ զինված ուժերի համար եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ ակնհայտորեն շտապողականություն են դրսերում։ Սա անունը կդնենք նախընտրական, ինչպես դուք ասացիք, կամ մեկ այլ ձևակերպում կտանք, սա հարցի մեկ այլ մասն է, բայց այն, որ ակնհայտ այստեղ շտապողականություն կա, սա ուղղակի այստեղ արտահայտված է։ Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, սա նախընտրական քայլ է։ Հիշեցնում է, օրենքը պետք է իրականություն դառնար հուլիսին, բայց կգործի հունվարից, որ մինչև հունիսի ընտրություններ նախընտրական դիվիդենտներ հավաքի։ Ընդդիմադիր գործիչը նաև այլ խնդիրներ ու մտահոգություններ է առանձնացնում։ Եթե 2-1.5 տարի դարձնելու դեպքում որևէ փոփոխություն թվակազմի պարագայում տեղի չի ունեն, մեկ միանգամից մի տարի դարձնենք։ Հաջորդ խնդիրը, որ ես տեսնում եմ, իհարկե նաև հերթափոխի հետ կապված խնդիրն է։ Այսօր էլ տարբեր մարտական հերթապահություն իրականացվող տղաները նույնիսկ նախատեսվածից շատ ավելի շատ երկար են մնում իրենց դիրքերում, որովհետև հերթափոխի խնդիր է առաջանում։ Ես այդ մտահոգությունն ունեմ, որ 1.5 տարի դարձնելուց հետո այդ խնդիրը կարող է ավելի սրվել։ Գրիգորյանին հակադարձեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պնդելով ծրագիրն ամենևին էլ նախընտրական չէ։ Ինքը սպասված էր եւ սպասված էր վաղուց եւ եթե մենք ունենայինք այդ հնարավորությունը, պարոն Մխարյանը, երևի ավելի շուտ կանենք։ Այսօր ունենք այդ հնարավորությունը, չանենք։ Եվ սա ոչ միայն սպասված, ասա դրական լիցքեր է տալիս։ ՌԵՕՓ-ն նաև հարցախույզ է արել Երևանի փողոցներում լսել քաղաքացիների կարծիքները պարտադիր ծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ։ Ճիշտ եք համարում որոշումը ժամկետային զինծառայությունը 1.5 տարի դարձնելու։ Չգիտեմ։ Երևի այո, որովհետև 2 տարի ծառայությունը տենց շատ երկար է ու ավելի լավ է հիմա ինձ թվում է, էլի։ Մի բան էլ թող ավելացնեին, որ իսկական տղամարդ դառնային։ Դե եթե պատերազմ չկա, ավելի լավ է երիտասարդությունը մնա իր տանը, ոչ թե էթա իզուր տեղը զոհվի։ Ամբողջ եվրոպական երկրներում արդեն դարձնում են 1.5 տարի, մի տարի էլ կա։ Ճիշտ չեմ համարում։ Տարի ու կեսը շատ քիչ է, մինչև հազրվեն ժամկետը կլրանա։ Ճիշտ չեմ համարում։ Մեր նման երկիրը ընդհակառակը երկար ծառայում։ Մենք ունենք Իսրայելի օրինակը, պետք է վերցնել ճիշտ օրինակները։ Հանձնաժողովի նիստից հետո Պապիկյանը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե մարտունակ բանակ հասկացությունը պետք է փոխարինել պաշտպանունակ զինված ուժերով։ Մարտունակությունն ու պաշտպանունակությունը դրանք եզրույթներ են, միմյանց չեն հակասում, պարզապես պաշտպանունակությունը արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերն այն մասին, թե Հայաստանն իր կողմից վերահսկում է իբր մոտ 110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք։ Պապիկյանը կոչ արեց հարցը թողնել դելիմիտացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողովներին։ Մերի Դանիելյան, Էդգար Գուլոյան, ՌԻՕՓ մեդիա։ Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, հայտնում են արտգործնախարարությունից։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն ընտրությունների ազատ տեղերի համար նախատեսված փուլում Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը, ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն, ինչը վկայում է մշակութային ժառանգության պահպանման ոլորտում Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության բարձր վստահության մասին։ Նույն կոմիտեի անդամ է ընտրվել նաև Ադրբեջանը, որի իշխանությունները չեն զլանում ոչնչացնել կամ յուրացնել այլ ազգերի մշակութային ժառանգությունը։ 3 օրում բացահայտվել է 281 հանցագործություն։ Ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 21-ից 24-ը։ Բացահայտվել են թմրանյութի հայտնաբերման 44, մարմնական վնասվածք հասցնելու 17, խարդախության կեղծիքի, խուլիգանության ու այլ դեպքեր։ Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար, 2 մարդ զոհվել է, 53-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սպիտակ տունն արձագանքել է քննադատությանը, թե նախագահ Դոնալդ Թրամփը իբր աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ջանքերում։ Գաղափարը, թե Միացյալ Նահանգները հավասարապես չի համագործակցում երկու կողմերի հետ այս պատերազմում, այն ավարտելու համար բացարձակ մոլորություն է։ Լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Ըստ նրա, Թրամփը լի է հույսով եւ լավատեսությամբ այն հարցում, որ կարող է մշակվել Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ծրագիրը։ Axios-ին հայտնի է դարձել, որ
որ Թրամփը ծրագրում է անմիջականորեն խոսել Նիկոլաս Մադուրոյի հետ, թեև Վենեսուելայի նախագահին հռչակել է ահաբեկչական կազմակերպության ղեկավար։ Վերլուծաբանները համարում են, որ այդ ժեստը կարող է նշան լինել, որ Միացյալ Նահանգների հրթիռային հարվածները կամ ցամաքային ռազմական գործողությունները անխուսափելի չեն։ Դիտենք Դավիթ Կենջյանի ռեպորտաժը։ Ռուսական ուժերը վաղ առավոտյան հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով կրկին թիրախավորել են Կիևը, վնասելով բնակելի շենքեր եւ մասամբ խափանելով կենսական ենթակառուցվածքների աշխատանքը։ Ռազմաճակատում շարունակվող ինտենսիվ բախումների եւ ռուսական կողմի նոր բնակավայրերի գրավման մասին հայտարարությունների ֆոնին Շվեդիան հաշվի առնելով ուկրաինական պատերազմի փորձը արագացված տեմպերով զարգացնում է իր անօդաչու ավիացիայի կարողությունները։ Քաղաքական հարթակում նախագահ Զելենսկին հայտնել է արևմուտքի հետ մշակվող խաղաղության ծրագրի առաջընթացի մասին, նշելով, որ զգայուն հարցերը պետք է քննարկի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, թեպետ Սպիտակ տունը հերքել է այս շաբաթ նրանց հանդիպման լուրը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը կտրուկ սաստկացրել է ճնշումը Վենեսուելայի նկատմամբ, իշխանությունների հետ կապվող Կարտել դե լոս Սոլեսը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն եւ Կարիբյան ավազանում, այդ թվում Պուերտո Ռիկոյում կուտակելով աննախադեպ ռազմական ուժեր։ Վաշինգտոնը վերականգնում է տարածաշրջանի ռազմավարական ենթակառուցվածքները, նախապատրաստելով Վենեսուելայի դեմ հնարավոր նոր գործողությունների, պաշտոնապես հիմնավորելով թիմրամիջոցների դեմ պայքարով։ Ի պատասխան նախագահ Մադուրոն հերքել է բոլոր մեղադրանքները Միացյալ Նահանգների քաղաքականությունը որակելով որպես նավթային պաշարներին տիրանալու նպատակով իշխանափոխության փորձ։ Իսրայելը Բեյրութի բնակելի թաղամասին հաստված հարվածով սպանել է Հեզբոլայի ռազմական ղեկավար Հայսամ Ալի Տաբտաբային, խլելով եւս 5 մարդու կյանք եւ խափանման վտանգի տակ դնելով Միացյալ Նահանգների միջնորդությամբ գործող մեկամյա հրադադարը։ Մինչ Իսրայելը գործողությունը հիմնավորում է խմբավորման վերազինումը կանխելու անհրաժեշտությամբ, իսկ Հեզբոլլահը սպառնում է պատասխան քայլերով։ ՄԱԿ-ն ու Լիբանանի նախագահը կոչ են անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել Հռոմի Պապի սպասվող այցին ընդառաջ։ Չնայած Բեյրութում տեղի ունեցած բազմամարդ ուղարկավորությանն ու լարվածությանը, Իսրայելի հյուսիսային սահմանի բնակիչները իրավիճակը գնահատում են հարաբերականորեն հանգիստ եւ պահպանում զգուշավոր լավատեսություն։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հովանավորությամբ գործող Գազայի հումանիտար հիմնադրամը հայտարարել է առաքելության ավարտի մասին։ Օգնության բաշխման կետերին հասնելու ճանապարհին հարյուրավոր պաղեստինցիների մահվան դեպքերի պատճառով առաջացած քննադատությունների ալիքի եւ հոկտեմբերյան հրադադարից հետո գործողությունների կասեցման ֆոնին։ Կազմակերպությունը, որը շրջանցում էր ՄԱԿ-ի ավանդական մեխանիզմները, նշել է, որ իր կիրառած մոդելը կընդլայնի Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակում ձևավորվող բազմազ կենտրոնը։ Համասը ողջունել է փակումը, պահանջելով պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին, իսկ ՄԱԿ-ը հստակեցրել է, որ երբեք չի համագործակցել այդ կառույցի հետ։ Սուդանում 2023 թվականից ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով ծանրագույն հումանիտար եւ կրթական ճգնաժամ է, ինչի հետևանքով միլիոնավոր երեխաներ զրկվել են կրթությունից, իսկ մայրաքաղաք Խարթումում միայն օրերս է մեկնարկել ավերված բուհերի վերականգնման աշխատանքը։ Չնայած Միացյալ Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի ճնշման ներքո արագ արձագանքման ուժերի կողմից եռամսյա հումանիտար զինադադարի հայտարարմանը, երկրի կանոնավոր բանակը մերժել է խաղաղության քառակողմ առաջարկը։ Բանակի հրամանատարությունը իր դիրքորոշումը հիմնավորել է միջնորդների շարքում արաբական Միացյալ Էմիրությունների ներգրավվածությամբ, որին մեղադրում է արագ արձագանքման ուժերին զինելու մեջ, ինչպես նաև մտավախությամբ, որ հրադադարը կամրապնդի աբսամների վերահսկողությունը գրավյալ տարածքների նկատմամբ։ Նիգերիայի Նիգեր նահանգի կաթոլիկ դպրոցներից մեկում զինյալները իրականացրել են հերթական զանգվածային առևանգումը, պատանդ վերցնելով 303 աշակերտի եւ 12 աշխատակցի, ինչը խորացրել է երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում տիրող անվտանգային ճգնաժամը։ Չնայած առանձին երեխաների փախուստի մասին տեղեկություններին, ծնողները եւ ուսուցիչները շարունակում են մնալ անորոշության մեջ, քանի որ պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել պատանդների վերադարձը։ Այս միջադեպը համալրում է վերջին տարիներին ողբերգական վիճակագրությունը, որտեղ զինված ավազակախմբերն ու ծայրահեղական խմբավորումները պարբերաբար թիրախավորում են ուսումնական հաստատությունները, փրկագին կորզելու նպատակով։ Ականատեսների վկայությունները փաստում են հարձակման դաժանության մասին։ Տեղի համայնքը պահանջում է հրատապ քայլեր ձեռնարկել, կանխելու պարբերական դարձած այս հանցագործությունները։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Վերադառնանք Հայաստան ձմռան մոտենալուն զուգահեռ փողոցում քայլելն առողջության համար ավելի վտանգավոր է դառնում։ Արդեն սովորական դարձած փոշուն գումարվում են այրված տերևների արտանետած ջերմոցային գազերը։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ անտիցիկլոնի պատճառով սառը օդ է կուտակվում ու սա էլ է նպաստում օդի որակի վատթարացմանը։ Դիտվել է ազոտի եւ ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ։ Անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, ինչի արդյունքում առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի կրկին աստիճանաբար բարձրացում, հայտնում են նախարարությունից։
Ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին հրաժեշտ կտան նոյեմբերի 27-ին Մոսկվայի Սպարտակի ստադիոնում Լուկոյլ արենայում, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միությունը, որի առաջին փոխնախագահն էր ականավոր ֆուտբոլիստն ու մարզիչը։ UEFA-ն ցավակցել է Սիմոնյանի մահվան կապակցությամբ, FIFA-ի գրասենյակում նրա մահվան կապակցությամբ խոնարհվել է Ռուսաստանի դրոշը։ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Պուտինին, մեջբերեմ լինելով ականավոր ֆուտբոլիստ եւ մարզիչ, նա իր անունը ոսկե տառերով գրեց հայկական եւ խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա ղեկավարությամբ էր, որ Երևանի Արարատը դարձավ չեմպիոն եւ ԽՍՀՄ գավաթակիր, անմոռանալի հպարտության զգացում պարգևելով բոլոր հայերին։ Նրա նվաճումները, պրոֆեսիոնալիզմը եւ նվիրվածությունը ֆուտբոլին ծառայելու են որպես ոգեշնչման աղբյուր բազմաթիվ սերունդների համար, գրել է Փաշինյանը։ Մենք պետք է Երևան վերադառնանք միայն գավաթով։ Նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է լինում։ Գավաթին կարող է տիրել այն թիմը, որ մինչև վերջին պահը կպայքարի ամենացորդ նվիրումով։ Այս խոսքերով է Արարատի ֆուտբոլիստներին հանդերձարանից մարզադաշտ ճանապարհել Նիկիտա Սիմոնյանը։ Եվ իսկապես, այդ տարիներին մեր ժողովրդին մեծագույն ուրախություն ու հպարտություն պարգևած հանդիպման վերջին վայրկյաններին մեր թիմը խփեց պատասխան գոլը ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ На 89-й минуте нападающий ереванцев Иштаян забивает ответный гол. Счет становится 1-1. Ընդհանրապես ինձ համար ֆուտբոլային լավագույն հիշողությունը դա 73 թվականի հոկտեմբերի 10-ի Մոսկվայում կայացած ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչներ, որում հանդիպեցին Կիևի Դինամոն եւ Արարատը, երկու թիմեր, որոնք գլխավորում էին մրցաշարային աղյուսակը եւ պայքարում էին չեմպիոնի կոչման համար։ Դա աննկարագրելի էր։ Լոժնիկի մարզադաշտը լեփլեցուն էր, Ուկրաինայից հսկայական երկրպագուներ էին եկել, Հայաստանից նույնպես, ամբողջ խորհրդային միությունից, Սփյուռքից նույնպես եկել էին եւ դա առանձնահատուկ եզրափակիչ էր։ Впервые спортсмены ереванского Арарата стали обладателями почетного футбольного приза страны. Մկրտիչ Պողոսի Սիմոնյանը ծնվել է գաղթականների ընտանիքում, Սուխումում։ Ֆուտբոլ խաղացել է մանկուց ընկերների հետ ձեռքով պատրաստած գնդակով։ Աբխազիա մարզումների եկած Կրիլիա Սովետովի մարզիչներն են նկատել նրան, երբ դպրոցական ֆուտբոլիստը ընկերական խաղում գոլեր է խփել բարձրագույն լիգայի թիմի դարպասը։ Ծնողների մի կերպ են խնդրել իրենց վստահել պատանի որդու ապագան։ Հայկական ամենախորը արմատները ունի։ Նրա ծնողները ներգաղթել էին, ինչքան գիտեմ, Թուրքիայից եւ Սուխումի էին հաստատվել, Սիմոնյանն էլ ծնվել է Սուխումիում, ասենքն ծնողները իսկական հայեր էին։ Մոսկվայում արդեն Սիմոնյանը վերածվում է ամբողջ խորհրդային միության ֆուտբոլային կորքի։ Ամբողջ կյանքում մնալով համեստ, սրկանքներով կյանքի ուղին հարթած գաղթականների որդին։ Սպարտակում դառնալով թիմի պատմության լավագույն ռմբարկուն։ Իսկ Սիմոնյանը, որ եկավ իր շատ մեծ հեղինակությամբ ու տաղանդով նպաստեց նրան, որ ավելի միակուր կոլեկտիվ դարձավ ու մեր թիմը հետևից էին ընկել, այդպես էլ չկարողացան կանգնեցնել եւ կարողացավ չեմպիոն դառնալ։ Կարիերան ավարտելուց հետո Սիմոնյանը հաջողության է հասել նաեւ որպես մարզիչ։ Մոսկվայի Սպարտակի հետ հաղթել ԽՍՀՄ առաջնությունը 1962 եւ 1969 թվականներին։ Ինքը պատրաստի թիմ ընդունեց, որ արդեն արծաթե մեդալակի կամոդ է տղաների մեջ արդեն բան կար, բայց իր գալը, իր այդ մեծությունը, սպորտային կյանքը, մենք ամեն ինչը գիտենք։ Նա մինչև կյանքի վերջը ծառայել է ֆուտբոլին, մնալով ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը, մերժելով թոշակի գնալու խնդրանքները։ Պատմում են, որ վաղուց ընդունված ավանդույթի համաձայն, երբ նա մտնում է Ռուսաստանի հավաքականի հանդերձարան կամ ճաշարան, բոլորը կանգնում են, մինչև նա չի նստում։ Երբ հավաքականի հոլանդացի մարզիչ Գուս Հիդինգը խաղացողներին հրահանգել է այդպես չանել, նրան սպառնացել են հեռացնել թիմից։ Անի Հովանեսյան, Լևոն Ոսկանյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, միացեք հատկապես տելեգրամյան մեր ալիքին, հենց հիմա QR կոդը տեսնում եք ձեր էկրաններին։ Իսկ ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ չեմ տալիս, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։